առողջապահական պետությանը 100% սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գործադիր մարմնի նկատմամբ նոր պահանջների սահմանման մասին նախագիծը, ըստ որի մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով եւ ունենան նաև գործադիր ուրեմն մարմիններում աշխատանքային փորձի բավարար ուրեմն պայմանին համապատասխանեն։ Ըստ էության, պարոն փոխվարչապետ, մենք վերանայում ենք բժշկական կենտրոնների նաև նկատմամբ ուրեմն աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները, առողջապահության նախարարությունը սահմանելով զարգացման ուղեծիրը մեր բժշկական կենտրոնների համար հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ ուրեմն առաջադրանք եւ հաջորդիվ արդեն նաեւ հաշվետու լինեն, թե իրենց կառավարման ընթացքում բժշկական կենտրոնը ինչպիսի ֆինանսական, նաեւ բժշկական արդյունքների է հասել։ Մեզ համար շատ կարեւոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ եւ մենք էլ ունենանք չափելի ուրեմն ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները եւ հետո էլ գնահատել նաև մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը։ Մենք իհարկե տարբեր ուրեմն չափի կազմակերպությունների համար նաև աշխատանքային ստաժի եւ կրթության մասով տարբեր պահանջներ ենք դրել, որովհետեւ այստեղ էլ պիտի հաշվի առնենք կադրային հագեցվածությունը մեր փոքր ամբուլատորիաների առումով եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև գնում ենք խոշորացման, կազմակերպայրավական ձևի խոշորացման, ուզում եմ ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպայրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել եւ ավելի մեր ֆինանսական միջոցները ուղղել հենց բժշկական ծառայությունների բարձր որակ ապահովելուն եւ ոչ թե ըստ էության ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, դուք կարևոր նշում եք անում ծառայությունների որակի մասին եւ բոլոր այս քննարկումները, այդ թվում նաեւ պետական կամ համայնքային բժշկական կազմակերպությունների կառավարման ուղղությամբ մեր կողմից կայացվող որոշումները նպատակ ունեն հենց այդ ծառայությունների որակը բարձրացնել։ Եվ եթե այն տեղեկությունները, որոնք որ պետք է հիմք հանդիսանան այդ դատողությունները անելու համար, նաեւ հրապարակային են այն տեսանկյունից, որ մենք պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկվճարումների ցանկում ունենք նաև պետական կամ համայնքային սեփականությամբ բժշկական կազմակերպություններ եւ կարող ենք նկատել, որ նրանք բավական մրցակցային են այն առողջապահական բժշկական կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործում են մասնավոր սեփականությամբ։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ առանձնացնել, որ այն փաստը, որ մենք ոչ միայն կառավարման ուղղությամբ ենք որոշումներ կայացնում, այլ նաև մեծածավալ ներդրումներ ենք կատարում այդ բժշկական կազմակերպությունների վերազինման ուղղությամբ, թե միջավայրի, թե այն տեխնոլոգիաների կամ սարքավորումների, որոնք որ կիրառության մեջ են, եւ եթե այս տեսանկյունից մտածենք, այն ֆինանսական հատույցը, որ դրված է այդ ներդրումների դիմաց, պետական եկամուտների տեսանկյունից այնքան նշանակալի չի, որ դա առաջնային նշանակություն ունենա կառավարության համար, թեև պակաս կարևոր չի, ինչպես դուք նշեցիք։
Համապատասխանաբար նաև կառավարիչներին կամ տնօրեններին ներկայացվող նոր պահանջները այն նպատակով են սահմանվելու, որ մենք վստահ լինենք, որ այնտեղ մարդիկ են, ովքեր ավելի լավ կարող են տնօրինել այն ակտիվները, որոնք պետության ներդրումներով հատկացված են որակյալ ծառայություններ մատուցելու համար, եւ դուք վերահսկելու որոշակի գործառույթներ ունենալով կարողանալու եք հետևել եւ անհրաժեշտ միջամտություն ցուցաբերել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Հարցս այն է, թե դուք ունեք արդյոք այնպիսի ընդհանրական պատկերացում, որոնք այս օրենքի ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում պետք է սահմանվեն այդ կառավարիչների նկատմամբ եւ ինչ պարբերականությամբ է, որ առողջապահության նախարարությունը հավաքելով այդ տեղեկատվությունը պետք է մեր հասարակությանը եւ կառավարությանը տեղեկացնի վիճակի վերաբերյալ այդ տեսանկյունից, այսինքն որքանով են համադրելի մեր բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը մասնավորապես մասնավորների կողմից մատուցվող ծառայությունների որակին եւ նաեւ ընթացքում այն որոշումների վերաբերյալ, որոնք պետք է կայացվեն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, այո, վստահաբար մեզ համար առաջնահերթությունը բժշկական ծառայությունների որակն է եւ հենց դրա հասնելուն է ուղղված նաեւ այն ահռելի կապիտալ ծախսերը, որոնք մենք իրականացնում ենք որպես հիմնադիր պետական առողջապահական կազմակերպությունների եւ այստեղ էլ որպիսի մեր ներդրումները եւ քանի որ պետական բժշկական կազմակերպությունները նույնանման մրցում են մասնավոր բժշկական կենտրոնների հետ եւ հավասար պայմաններով ենք մենք նրանցից ծառայություններ գնում, այստեղ էլ ծառայություններից գոյացած հասույթից պետք է մենք կարողանանք ճիշտ համամասնությամբ թե ներդրումներ անենք նաև ընթացիկ արդեն վերանորոգումների եւ հագեցումների, այստեղ էլ մենք շատ կարեւոր է որ կապիտալ ներդրումների եւ ընթացիկ ներդրումների պլան ունենանք, որ կայուն լինի մեր ակտիվների կառավարումը, բայց նաև վարչատնտեսական ծախսերի խելամիտ եւ արդյունավետ լինելուն է ուղղված, որովհետեւ այստեղ էլ սա այն ծախսերն են, որ միշտ կարող են աճել, բայց մենք պիտի այստեղ նաև խոշորացման եւ կորպորատիվ կառավարման հաշվետվողականության հենց հիման վրա կարողանանք վստահ լինենք, որ այս ծախսերը արդյունավետ են, ուղղված են զարգացման եւ նաև նպաստում են լավ կադրեր ներգրավելուն։ Պարոն Խաչատրյան, մենք պահանջների հետ կապված դրել ենք օրենքով, այս հենց փոփոխություններով, որ լիազոր մարմնի հրամանով կսահմանվեն այդ զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները եւ հաշվետվողականության պարբերականությունը։ Մենք կարծում ենք, որ պիտի լինի ուրեմն 6 ամսյա արդյունքների մասով համապարփակ հաշվետվողականություն, տարեկան եւ իհարկե նաեւ հնգամյա, որովհետեւ սովորաբար ուրեմն մրցույթների արդյունքում մինչեւ 5 տարի ժամկետով են կնքվում գործադիր մարմնի հետ պայմանագրերը։ Այս պարբերականությունն ենք նախատեսում արդեն ենթաօրենսդրական ակտերով սահմանելու։